Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը կարծեք թե սկսում է եռալ, հիմա վաղաշաբաթում համայնքային ընտրություններ են, ինչ կանխատեսումներ կան ընտրությունների մասով եւ արդյոք հնարավոր է այստեղ փարաքարի սցենարի կրկնությունը։ Ամեն ինչ էլ հնարավոր է, կախված թե ընդդիմությունը ինչ որակի քարոզարշավ կիրականացնի եւ կկարողանա արդյոք հաղթահարել իշխանությունների կողմից իրականացվող օրինական եւ ոչ այդքան օրինական, այսինքն վարչական ռեսուրսի կիրառումը։ Եթե կարողացավ, ապա կհաջողվի։ Ասել, որ ընդդիմությունը որևէ հնարավորություն չունի, այդպես չէ, այո, ունի հնարավորությունը, հատկապես եկեղեցու հետ կապված, որտեղ այն ամենայնի գիտենք իշխող քաղաքական ուժի վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ եւ վաղաշաբաթիների նաեւ ասենք վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, որը կարող է օգնական գործոն հանդիսանալ։ Տեսեք 2018 թվականի Չարաբաստիկ հեղափոխությունից հետո նույն Էջմիածնում քաղաքացիական պայմանագրի կին ներկայացուցիչը ղեկավար էր ընտրվել եւ ոչ միայն նա, այլ նաեւ ընտանիքի անդամները թաթախված են կոռուպցիոն սխեմաների մեջ, հիմա հարց առաջանում թե քաղաքացիական պայմանագիրը օրինակ ինչ հույսով ու ակնկալիքներով է գնում նորից այնտեղ ընտրությունների մասնակցում։ Չի կարելի համատել 18 թվականի հիմիկու հետ, որտեղ այն ժամանակ կար հեղափոխական էյֆորիա, հիմա բնականաբար արդեն այդ էյֆորիա վաղ ու շատ ողջ տարիներ առաջ արդեն վերացել է, իսկ ինչու չպետք է քաղաքացիական պայմանագիրը փորձի նորից մասնակցել ընտրություններին, առաջադրել է մի տեխնացուի, որի հայրը իդեպ ամբողջովին այս իշխող քաղաքական ուժի, ուրեմն կողմից իրականացվող քաղաքականությունը դեմ էր, հիմա որի որդին փաստացի դավաճանելով հոր ուրեմն իր տեսակետները անցել է այլ քաղաքական ուժ, ինչպես մամուլն է իհարկե գրում է դավաճանության մասին, որովհետև նա հանդիսանում է մի քաղաքական ուժի տեխնացու, որ ամբողջովին մերժում է Արցախը, որի համար տեխնացուի հայրը այնտեղ մեծ ուրեմն գործողություն իրականացվել, զոհել է Տեչանցկալում եւ այլն։ Բայց քաղաքացիական պայմանագիրը իսկ ինչու չպետք է մասնակցի ընտրություններին, որովհետեւ օրենք չի խախտում, իրավունքն է մասնակցում է։ Հիմա անդիմությունը կարողանա հաղթել, թե չէ, արդեն կախված է անդիմադիր ուժերից, կարող ենք ասել, որ արդեն այն մոտապես քաղաքական ուժը մասնակցում այս պայմանավորության, դեռ չգիտենք ում կգրանցեն թե չէ, բայց հնարավորություններ այո ունի այստեղ հաղթել։ Ուղղակի մի բան կարող ենք ասել, որտեղ շատ տարածված սխալ տեսակետներ կան, որ եթե Գյումրիում, Փարաքարում, չգիտեմ, հաղթեցին, անգամ եթե վաղաշաբաթում հաղթան, ապա նույնը կարող են պրոյեկտել ազգային ժողովի ընտրությունների վրա։ Այդ սխալը շատ տարածված է, որ իրականությանը չի համապատասխանում։ Պարոն Բադալյան, մենք իհարկե կանդրադառնանք խորհրդարանական ընտրություններին, բայց այստեղ մի ասվածի համատեքստում մի դիտարկում կարող ենք անել, որ տեսեք, եթե ժամանակին օրինակ ինչպես իշխանական падգամավորներն էին որակում իրենց գոլեգաներին ուսապարկեր, եւ եթե նախկինում օրինակ քաղաքացիական պայմանագիրը եւ հենց Նիկոլ Փաշինյանը ցանկացած ուսապարկի կարող էր իշխանության բերել, հիմա արդեն մեր օրերում նրանք ոչ թե ուսապարկեր են փնտրում, այլ կոնկրետ անցյալ ունեցող դեմքեր եւ գործիչներ, որոնք կկարողանան քաղաքացիական պայմանագրի համար ձայներ ապահովել։ Նույն Գյումրիի սցենարի դեպքում օրինակ ընտրեցին այնպիսի տեխնացուի, որը որոշակի անցյալ ուներ, հիմա նույն Մեխակյանի պարագայում է այդպես։ Դե բնականաբար, որտեղ ուսապարկերի ժամանակ ավարտվել է եւ ուսապարկերի երևույթ ինչու կար, որովհետեւ այն ժամանակ վարչապետը մեծ հեղինակություն էր եւ կարեւոր չէր անձիով լինել եւ պայմանականացած ցանկացած ուսապարկել կարող էր ինչ-որ իր հեղինակությամբ ընտրությունների միջոցով այս կամ այն պաշտոնի կարգել, բայց քանի որ նրա վարկանիշը բավական ընկել է եւ այլևս չի բավարարում, որպեսզի միայն իր հեղինակությամբ այս կամ այն ԿՊԱ-ականի պաշտոն ներկայացնի, եթե նրանք լինեն ուսապարկ, բնականաբար ուսապարկերի ժամանակ ավարտվում է եւ փորձում են գտնել մարդիկ, որոնք ինչ որ անցած ճանապարհ ունեն, ինչ վերաբերում է Գյումրի հետ կապված այդ դեպքերին, ապա չմոռանանք, որ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Գյումրի քաղաքապետի հայտարարությունը, որ ընտրությունների ժամանակ նաեւ ԿՊ-ն որոշակի ինչ որ ֆինանսական, ուրեմն այսպես ասած, ճակերտավոր ներդրումներ է իրականացրել, որ հիմա դատախազության կողմից այդ հայտարարությունը ստուգվում է, արդյոք նա համապատասխանում իրականությունում թե չէ, այսինքն միայն
Անցյալ ունենալը քիչ է, տեսնում ենք, որ օգտագործվում են նաև ըստ Գյումրի քաղաքապետի հայտարարություն, օգտագործվում են նաև որոշակի ֆինանսական խաթարներ։ Փառակարում որոշ բան չեղավ եւ ԿՊ-ն պարտվեց, այսինքն միգուցե շատերին Գյումրիում զբաղված, բայց վաղաշաբաթում նույնպես փորձում են մարդ գտնել, որը կարող է իրենց հեղինակությամբ ձայն բերել, բայց այդպես մարդ գտնելը դժվար է, որովհետև ԿՊ-ի հետ աշխատել ցանկացողներ, հեղինակություն ունեցող մարդիկ այդքանը չեն ցանկանում իրենց հետ հեղինակությունը վարկաբեկել եւ կապվել ԿՊ-ի հետ, կապված ԿՊ-ի ղեկավարի կողմից իրականացված քաղաքականության հետ Արցախի հարցը եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պարոն Բադալյան, տեսեք, ինչպես արդեն նշեցիք, խորհրդարանական ընտրություններն են նաև մոտենում եւ Հայաստանի ներքաղաքական կյանքն էլ սկսել է այսպես ակտիվանալ։ Հիմա երկու նոր ուժ է հայտնվել ասպարեզում, Սամվել Կարապետյանի եւ Արման Թատրյանի գլխավորած քաղաքական ուժերն են։ Ինչ կանխատեսումներ կան նրանց մասով, արդյոք նրանք կարողանան դառնալ այն երրորդ ուժը, այն նոր շունչ հաղորդել քաղաքական կյանքին, որի մասին շատ էր խոսվում նախկինում։ Նախ այդ երրորդ ուժ հասկացությունը դա արհեստականորեն մցված է լրատվական դաշտում եւ չկա այդպիսի հասկացություն, երրորդ ուժ չկա։ Դա արհեստական ինչ որ մեկը մոգոնեց մտդրեց շրջանոցը, չկա իշխող քաղաքական ուժ ԿՊ-ն եւ մնացած բոլոր ուժերը ընդդիմադիր են։ Վերջ, երկրորդ, երրորդ, 45-րդ ուժեր այդպես չկա մեկ։ Սա առաջին, երկրորդ, գիտեք, ամենամեծ խալը կայանում է նրանում լրատվական դաշտի մեթոդոլոգիայի տեսակետից եթե դիտարկենք, դա այն է, որ ազգային ժողովի ընտրությունները փորձում են դիտարկել առանձին, կարծես Հայաստանը ինչ որ Խաղաղ օվկիանոսում գտնվող ինչ որ մի կղզի է, որը ոչ մի ռազմավարական նշանակություն չունի եւ զուտ հասարակություն իր ձայնով ձևավորելու է իշխանություն այս կամ այն ուժին բերելով ուրեմն դարձնելով ազգային ժողով մեծամասնություն կամ համեմատաբար մեծամասնություն չէ, այդպես չէ։ Հայաստանը տեղ ունեցող ընտրական գործընթացը չպետք է կտրենք, տարանջատենք Հայաստանի տարածաշրջանում ընթացող գործընթացներից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Եվրոմիության գլոբալի ղեկավար, գլոբալիստ ղեկավարները միայն այսպես տարածք են ստեղծում, որը սկսում է Մոլդովայից, Օդեսայի, Ուկրաինա, Օդեսա, Նիկոլաևի մարզը, Սևծով, Անդրկովկասի 3 հանրապետություններ, Կասպիցով, Կենտրոնական Ասիա։ Այս տարածքը պետք է մաքրվի ռուսական ներկայությունից, ինչ որ հիմա կանում ենք, եւ օգտագործվի Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Դրա համար նրանք ամեն ինչ անելու են ակտիվ եւ անում են եւ արել են եւ անելու են Եվրոմիության ղեկավարությունը, որպեսզի այս տարածքում գտնվող քաղաքական, ասենք, իշխանություններին զերծ պահեն ռուս-իրանական հնարավոր հարաբերություններից։ Լավագույն օրինակը Մոլդովայում տեղ ունեցած ընտրություններն են, որոնք մոտ 2 շաբաթ առաջ տեղ ունեցան, երբ որ բացահայտ, որ այսպես կեղծիքներով վարչական ռեսուրսի կիրառմամբ, անգամ Եվրոմիության տարածքում, մոլդովացիներն ավտոբուսներից տեղամաս շրջագայելով, արգելելով մեծ Դնեստրի բնակիչներին, Ռուսաստանում բնակվող մոլդովացիներին, ինչպես նաև երկրի ներսում արգելելով կամ ընտրական կամ պայքարից վարչական ռեսուրսի միջոցով դուրս բերելով ընդդիմադիր քաղաքական ուժերին, չգրանցելով, օրինակ համար մի երևույթ տեղ ունեցավ մի կուսակցությանը Մեծ Մոլդովա նրան ուրբաթ օրը, երբ որ կիրակի օրը քվեարկություններ լինելու որոշում կայացրեցին, որ նա ինչ որ նախընտրական կամպանիան անօրինական ձևով է անցկացրել, որ հետագայում իհարկե չապացուցվեց, եւ որոշում կայացվեց, որ նրա ձայները չի հաշվարկելու անկախ ստացվածից։ Մի քանի մարդ չիմացավ, որ նրա ձայները չի հաշվարկելու, գնաց քվեարկեց այդ ուժողտին եւ փաստացի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուրս բերեց դրա ձայները, որով եւ իշխող քաղաքական ուժը ստացավ։ Այսինքն մենք տեսնում ենք Եվրոմիության աջակցություն այդ իշխող քաղաքական ուժեր, միաժամանակ մենք տեսնում ենք ռուսական կողմի ակտիվ աջակցությունը ընդդիմադիր ուժերին։ Հիմա մենք դիտարկում ենք օրինաչափությունը, եթե կա այս տարածքը, որի նկատմամբ Եվրոմիությունի իր ակտիվ շահագրգռվածությունը, գլոբալիստները բնականաբար ռուսական կողմն էլ ի հակառակ գլոբալիստերի իր շահագրգռվածություն ունի, որպեսզի այստեղ չձևավորվեն հակառուսական ուրեմն պլատֆորմներ եւ տեղի ունենում իշխանության ձևավորման գործընթաց Մոլդովայում, որտեղ երկուսը մասնակցեցին ակտիվ ձևի անուղղակի իրանց պրոքսիների միջոցով, ապա հաջորդ ընտրությունը Հայաստանում է, նշանակում է, որ Հայաստանում նույնպես ակտիվ մասնակցություն է լինելու երկու կողմից էլ։
Եվ Եվրամիության աջակցությունը մենք արդեն տեսնում ենք, հաջորդ տարի մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրամիության քաղաքական համայնքի համաժողովը, որը տեղի ունեցավ վերջերս Դանիայում, դրանից առաջ որոշ տեղեր, որտեղ կգան Եվրամիության ղեկավար գործիչներ եւ դա կներկայացվի Հայաստան-Եվրամիություն ինտեգրման դեպի Եվրամիություն գնալու այդ PR կամպանիան հօգուտ իշխանության բնականաբար կներկայացվի։ Սա մեկ եւ ամենակարևորը մի բան պետք է ասենք։ Իհարկե ռուսական կողմը կարող է փորձի իր ինչ որ գործողություն իրականացնել, ինչը ոնց որ թե սկսել է արդեն իրականացնել եւ արդեն կամաց տեսանել է, բայց մի կարևոր հանգաման կա, որը տարբերվում է Հայաստանում կայացած ընտրությունների, Եվրոպայում կայացած ընտրություններից։ Դա այն է, որ ձևը եւ բովանդակությունը մեր մոտ տարբեր է լինելու։ Օրինակ, եթե Չեխիայում խորհրդանական ընտրություն եղավ, ինչ է ընտրությունը գաղափարների եւ ծրագրերի ներկայացումը ընտրողներին եւ ընտրողը սա ձևն է բովանդակությունը էությունը չէ ընտրողը ինքը ընտրում է որ ծրագիրն է եւ ասենք գաղափարն է իրեն հոգեարազատ քվեարկում է դա դառնում է ուրեմն հա իշխող քաղաքական ուժ Հայաստանում ձև այդպես է բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում իրենց ծրագրերը, բայց բովանդակությունը մի քիչ ուրիշ է, ոչ այնքան ընտրողը կենտրոնելու է, բայց ընտրողի վրա իշխանությունների կողմից շատ մեծ ազդեցություն է լինելու, որտեղ սա կյանքի կենաց մահու կռիվի է վերածվում, որովհետև իշխող քաղաքական ուժի համար Չեխիան գիտե, որ ինքը պարտվեց, իրան ոչ մի բան չի լինելու, բայց Հայաստանում ԿՊՇ ղեկավարներ գիտեն, որ եթե նրանք պարտվեցին, շատ-շատերը բանտերում են հայտնվելու իրենց արածի, իրենց հայտարարությունների, իրենց շատ ուրեմն գործողությունների համար, այսինքն կենաց մահու կռվի մեթոդ վճռականությամբ են նրանք մտնում պայքարի մեջ, սա նորմալ է դեպ ասեմ, սա պետք է ընդունենք որպես փաստ, ոչ թե լավ կամ վատ փաստ, բայց այս պայդրությամբ ես չի տեսնում, որ ընդդիմության կողմից էլ կա այդ վճռականությունը ամեն ինչ վերջ տալ, այսինքն բովանդակությամբ մյուս տարվա ընտրությունը լինելու է ամեն գնով իշխանություն պահելու, ամեն գնով իշխանություն վերցնելու միջոցառում եւ ոչ թե զուտ ասենք ծրագրային գաղափարական պայքար դրա համար ձևը ուրիշ է բովանդակություն ուրիշ է եւ որի վրա եւ Եվրամիությունը եւ Ռուսաստանը ազդելու է հիմա ով ավելի լավ կենաց մահու կռիվ տվեց ով ավելի լավ վճռականություն ունեցավ եւ ամենակարևորներից մեկը եթե ընդդիմությունը չխաղա իշխանության խաղի կանոնները եւ իր խաղի կանոնները թելադրի ինքը կհաղթի եթե ինքը գնաց իշխանությունների խաղի կանոններով խաղալու ինքը կպարտվի ԿՊ-ն կունենա պարլամենտում էլի ինչ որ չափով մեծամասնություն եւ չգիտեմ ասենք արևմտամետների կամ ինքնուրույն ոչ այնքան իշքան ինքը ունի հիմա բայց այդ մեծամասնությամբ ինքը կարողանա եւս 5 տարի ղեկավարել Պարոն Բադալյան, Ռոբերտ Քոչյանը կանխատեսում է, որ 3 ուժ է մտնելու խորհրդարան, ձեր դիտարկմամբ այս կանխատեսումների համար ինչն է հիմք ծառայել եւ արդյոք հնարավոր են կոնֆիգուրացիոն փոփոխություններ։ Իհարկե, պարտադիր լինելու են կոնֆիգուրացիոն փոփոխություններ, ես չեմ կարծում 3 ուժ է գնալու, որովհետեւ ինչքան ես գիտեմ, հա, երկրորդ նախագահը նշած ԿՊ-ի այդ մեր ձևով շարժման եւ իր շրջապատի, ասենք Հայաստան դաշինք երկուս պայմանականորեն անվանենք, այդ ուժերը, բայց ես չեմ ասի թե դրանք են կան, նաեւ արևմտամետ ուժեր, որոնք դեռևս իրենց խոսքը չեն ասել եւ տարբեր ուրեմն տեխնացուների շուրջ կարող են համախմբվել, որտեղ այնտեղ էլ բավականին տարբեր կան եվրոպական ուժեր կան, ասենք ԱԺԲ-ն, որ ավելի շուտ ընդգծված ամերիկյան, պրոամերիկյան ուժ է հանդիսանում, կան ուրեմն արևմտամետներ, որոնք իշխող քաղաքական ուժի դաշնակիցներն են, կան արևմտամետներ, որոնք քննադատում են իշխող քաղաքական ուժին, այսինքն արևմտամետներն էլ տարբեր ուրեմն խմբավորներ ունեն, բացի դրանից ես այս պայդրությամբ չեմ տիրապետում սոցիոլոգիական այնպիսի հարցումների, որոնք ինձ հիմք կտան ասելու, որ ընդհանրապես 3 ուժ է խորհրդարանում տեղ ունենալու, չեմ կարող ասել ինչ սոցիոլոգիական հարցումների վրա ինքը հիմնվել որ այդպիսի արտահայտություն է անում, կարող է շատ ավելի, կարող է 4 լինել, 5 լինել, 6 լինել, նայած այստեղ ասենք, հա, դարձից ինչ աջակցություն կլինի, ներսում ինչ ուժեր կգան, ով ինչ աշճանի գրագետ քարոզարշավ իրականացնի, որտեղ մի բան է պոտենցիալ ունենալու, օրինակ մեր ձևով շարժումը, որ որը ձևավորվում է, այսքան օրական շարժումը, որ այդ ու դառնալու է կուսակցություն, ինքը պոտենցիալ ունի, բայց այս 30 տարվա ընթացքում այս ուսումնասիրությունների անցկացման ժամանակահատվածում ընտրական գործընթացների շատ եմ տեսել, երբ որ քաղաքական ուժը ունի լավ պոտենցիալ
մեծ ազգային ժողովում մեծ ուրեմն խմբակցություն ունենալու համար, բայց իր պոտենցիալը ընդհանրապես չի օգտագործում կամ 10%-ի չափ է օգտագործում եւ շատ քիչ տեղ է զբաղեցնում։ Դրա համար այո, նա ունի պոտենցիալ մեր ձևով շարժումը եւ այլանդի մադիրուժեր, անգամ արևմտամետները, անգամ ամերիկամետ ԱԺԲ-ն ունի պոտենցիալ, այսինքն պոտենցիալներ ունեն տարբեր չափի, ասենք 5 տեղ, 6 տեղ, բայց ինչպես օգտագործեն, չեմ կարող ասել ինչպես օգտագործեն։ Այսպես կասենք, որ ապա հաջորդ տարվա ընտրություններին 3 հիմնական ուժ մասնակցում է իշխանության պայքարի համար, դա ԿՊ-ն է, որ մասնակցում է իշխանությունը պահելու համար, մեր ձևով շարժումը եւ երկրորդ նախագահի ուրեմն ձևավորիկ շարժումը իրականում պայքարում են իշխանությունը վերցնելու համար, այս պայդրությամբ դա է տեսանելի, մնացած ուժերը անկախ ինչ կհայտարարեն, ոնց որ թե պայքարում են կամ պայքարելու են, եթե ձևավորեն ազգային ժողովում ինչ որ խմբակցություն ունենալու համար, մի քիչ մեծ, մի քիչ փոքր, հետո դաշին կազմեն, չեն կազմի ուրիշը եւ երրորդ, այսպես լիգայի խաղացողները, որոնք ընտրություններին կմասնակցեն, դրանք այս կամ այն ուժի դեմ սև PR իրականացնելու համար, այսինքն ոնց որ ավանդաբար մեր մոտ էլի երևի միգուցե մի 20 կուսակցություն մասնակցի, որտեղ մեր մոտ ինչ 25, 30, 15, 12, 18 տարբեր թվականներին տարբեր տես թվերով կուսակցություններ մասնակցել են, բայց ինչ արդյունք կունենան, այս պայդրությամբ խիստ դժվար է ասել, ոչ ոք չի կարող ասել։ Մոտավորապես մայիսի կեսերին նոր միգուցե մենք կարողանանք ասել, որտեղ չգիտենք նաև ում են թույլ տալու մասնակցել ընտրություններին, ում են գրանցելու, չեն գրանցելու, այդ լրիվ հարցերը կա, այս պայդրությամբ անհայտ է եւ ոչ ոք չի կարող ասել, քանի ուժ է պարլամենտում հայտնվելու։ Պարոն Բադարյանցք, այս պարագայում օրինակ ընդդիմությունը պետք է միավորվի, թե ոչ, որովհետև տեսեք Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը կարծեք թե այլ է, Սերժ Սարգսյանին այլ է, մյուս ուժերին էլ այն է, եւ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանին ընտրողը միավորվելու պարագայում արդեն եթե տեսնի միավորվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը, գուցե արդեն ձայնը չտա տվյալ դաշինքին, այս դեպքում օրինակ ինչ հնարավոր սցենարներ կան եւ որն է ճիշտ ելքը։ Ուրեմն չպետք է միավորվել, որովհետեւ ընտրական գործընթացներում քաղաքական ուժերի հակավարկանիշները միավորման դեպքում ավելի շուտ են բանանում այդ միավորվում, քան դրական վարկանիշները, որովհետև այո, եթե կա X եթե երկու քաղաքական ուժ միավորվում են, ապա մեկի ընտրազանգվածի մեջ շատ մարդիկ կարող են տեսնել միավորված մյուս կողմին, որպես ոչ ցանկալի դաշնակից եւ չգնալ քվեարկելու, այսինքն քաղաքականության մեջ մեխանիկական թվաբանություն չէ, որ 5-ին գումարացին գանում է 10 կամ 5 գումարացին գումարած 5, 3 հատին գանում է 15, չէ, կարող է 3-ին գումարվել դառնալ 20, կարող է 3-5 գումարվել դառնալ 2, դրա համար ցանկալի չէ միավորումը, այնտեղ լիդերների հարց կա, այնտեղ էլեկտորալների ընդունելու եւ հակաէլեկտորատների հարց կա, ավելի մասնագիտական երկար ժամանակ է պահանջվում ներկայացնեմ, բայց ցանկալի չէ միավորումը։ Պետք է գնալ առանձին, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն եւ քաղաքական ուժ ունի, իհարկե կարող է պատահել, որ քաղաքական ուժերը որոշակի ընտրազանգված բաժան են, օրինակի համար Հայաստան դաշինքը եւ մեր ձևով ուրեմն շարժումը Հայաստանը ռուսամետ ընտրազանգվածը բաժանելու են իրար միջև տարբեր տոկոսային հարաբերակցությամբ։ Եթե նրանք միավորվում են այդ երկու ուժերի միջև, ապա այո, ռուսամետ ընտրազանգվածը կգնա նրանց քվեարկի, բայց այդ դեպքում արդեն զուտ երկրորդ նախագահ որպես լիդեր է, այդ լիդերն իր ընտրազանգված է եւ մյուս ուրեմն քաղաքական ուժի, ասենք, ընտրազանգվածները բացի այս մի ընտրազանգվածից կարող է եւ չգնան ընտրությունների, ինչը ավելի վատ կլինի։ Դրա համար ավելի լավ է ամեն մեկը գնան ուրեմն առանձին իրենց ընտրություններով քվեարկության, հետո ազգային ժողովում արդեն կերևա թե ինչ հնարավոր դաշինքներ կարող են լինել։ Եվ վերջում, պարոն Բադալյան, սոցհարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այս պահին 15-ից մաքսիմում 17% է, եթե մենք դրան գումարենք նաև հնարավոր կոռուպցիոն սխեմաներն ու վարչական լծակները, ապա
նրա հնարավոր ձայները, որ կարող է հավաքել, գուցե կազմեն 30% մաքսիմում։ Հիմա այս պարագայում ակնհայտ է նաև, որ Հայաստանում կա դժգո զանգված, որը չի ընդունում ոչ իշխանություններին, ոչ նաև առկա ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ շատեր անգամ նշում են, որ չեն պատրաստում մասնակցել ընտրություններին։ Այս դեպքում ինչ է պետք անել, որպեսզի հենց դժգոհ զանգվածը մասնակցի ընտրություններին, որպես հակակշիռ այդ Նիկոլ Փաշինյանի հնարավոր 30%-ին։ Նախ մի հավատացեք հրապարակող սոցիոլոգիական հարցումներին։ Առաջին խորհուրդը, որտեղ բոլոր այդ սոցիոլոգիական հարցումները, որոնք որ հրապարակում են, նրանք ունեն մանիպուլատիվ բնույթ։ Նրանց նպատակը ոչ թե իրական, ասենք, ցուցանիշային պատկեր ցույց տալն է, այլ ցանկալի պատկեր ձևավորելը, որ այս քաղաքական ուժը ունի այսքան տոկոս եւ դրանով ենթագիտակցության մեջ ընտրողի ինչ որ բան են պատկերացում են ձևավորում։ Մի հավատացեք, իրական սոցիոլոգիական հարցումները նրանք են, որոնք որ չեն հրապարակվում։ Որովհետև տենց անցկացում են, ես գիտեմ, որ անցկացում են, բայց բոլոր նրանք, որոնք որ կհրապարակվեն, անմիջապես կարող եք մի կողմ դնել իմանալով, որ սոցիոլոգիական ուրեմն հարցումները ընտրական կամպանիայի ժամանակ օգտագործումը կրում են մանիպուլատիվ բնույթ եւ օգտագործում որպես մանիպուլատիվ բնույթ։ Կարող են ասել 13%, կարող են ասել 10%, կարևոր չի։ Իշխանությունների կողմից են օգտագործվում։ Բոլորի, նայած ով է պատվիրատուն։ Կարող է վանդիմությունը լինի պատվիրատու, կարող է իշխանությունը լինի պատվիրատու, կարող է լարավոր իշխան լինի պատվիրատու։ Նայած ով է պատվեր տալի եւ ըստ այդմ ով է այդ կառույցի միջոցով իր համար ցանկալի թվեր հրապարակում, որը դուք չեք կարող ստուգել։ Դրա համար երբեք չհավատաք սոցիոլոգիական հարցումներին, որոնք որ հրապարակվում են քաղաքական, ասենք եթե լինի ինչ որ, չգիտեմ, ապրանքի, բիզնես սոցիոլոգիական հարցում կամ ինչ որ կենցաղային հարցեր վերաբերյալ Երևանում սա դնենք, թե դա դնենք, դա կարող է իրականություն լինել, բայց եթե այս կամ այն քաղաքական ուժ ունի, ուրեմն այս կամ այն տոկոս մի հավատացեք, սա մեկ։ Երկրորդ, կարևոր չէ ով ինչքան տոկոս ունի, կարևոր ով ինչքան կարող է իրեն բան անել նկարել նաև իրան, որովհետև այնպես չի, որ նախկինում էլ ինչ որ X կամ Y կուսակցությունը խոսքով մեջ 18 թվականի այդքան տոկոսներ ունեցել, շատ դեպքերում շատ ավելի ցածր տոկոս են ունեցել, բայց ընտրական հանձնաժողովների միջոցով կարողացել են իրենց համար ցանկալի, այսպես ընտրանկարչության միջոցով կամ թվանկարչության միջոցով իրենց համար ցանկալի արդյունքներ ունենալ։ Նախ պետք է հսկել ուրեմն այդ նաև ընտրական տեղամասերը ամբողջ ամենավերջի անգամ գյուղում եթե 50 ընտրող կա, դա պետք է ուրեմն կարողանալ հսկողության տակ վերցնել, որովհետև դու կարող ես իրականում ունենաս, չգիտեմ, 15%, բայց այնքան կողքից նկարես դարձած 52%, դա էլ է լինում, թող չասեն ոչ ոք, որ այդպեսի բաներ չի լինում։ Եվ հետո վարչական ռեսուրսը ինչպես է կիրառվում եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր կա, որ դու պետք է ցույց տեխնոլոգիապես իրականացնել, բայց ընդդիմությունը ունի այսօրվա դրությամբ հակակշիռ ուրեմն իշխանությունները, որը ունի Եվրոմիության աջակցություն, ինքը երկու դաշնակից ունի, Իրան Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստան Դաշնություն, որպես իրավիճակային ուրեմն դաշնակից, եթե Իրանը դա ստրատեգիական դաշնակից է, ապա Ռուսաստանը սիտուատիվնի դաշնակից է, որոնց ձեռքտար Իրանին ձեռքտար Հայաստանում տեսնել ազգային իշխանությունների, որ դրա մասին եւ իրենց կրոնա ռազմական թեվը միշտ իրենց տելեգրամյան ալիքներում գրում է եւ դժգոհություն է հայտնում իշխող քաղաքական ուժից, այս Ռուսաստանը կցանկանա արտասնել ոչ արևմուտքի կողմից խամաչիկային կառավարություններ, ասենք կառավարություն, որը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կուներ, այսինքն երկուսն էլ իրենց դաշնակից են եւ ընդդիմադիր ուժերը երկու երկրն հետ հավասարաչափ պետք է աշխատեն, հավասարաչափ, որտեղ մեր մոտ այն տպավորություն է, որ այսպես Ռուսաստանից կարող է չտաստել մատերը եւ Հայաստանի իշխանությունը փոխել, չէ, այդպես այլևս չի։ Դա ժամանակ անցել է։ Հիմա ինչ վերաբերում է արդեն հարցի երրորդ մասին, այդ դժգոհ, ընտրազանգվածին ինչ պետք է անել, դա բավականին լուրջ, ուրեմն ընտրական գործընթաց է, որը պետք է ուսումնասիրվի, թե ինչից է դժգոհ, ինչ խնդիրներ կա եւ ըստ այդմ, ուրեմն ներկայացվի այնպիսի ապրանք, որը գրավիչ լինի կամ այնպիսի գործողություն, այնպիսի ծրագիր, այնպիսի տեսլական, այնպիսի ապագա, որը գրավիչ լինի նրանց մի մասի համար, բոլոր դժգոհները չեն գալու բայց նրանց մի մասը պետք է կարողանաս քո կողմը գրավելիս, դա կախված է դժգոհ, որ ասում են, դա ինչից է դժգոհ, դա արդյոք հանդիսանում է վարչապետի հակաընտրազանգվածը, եթե հակաընտրազանգվածն է, պետք է փորձես բերես այն տեխնացի օգտին, որը վարչապետի կողմից ընկալվում է, որը ընկալվում է պես վարչապետի թիվ 1 ուրեմն մրցակիցը, այսինքն միշտ էլ այդ դժգոհ ընտրազանգվածներին կարելի է բերել, նրանց մի մասին կարելի է բերել ընտրատեղամաս,
քո համար ցանկալի քվեարկություն, ոչ թե ընդհանրապես բերես քվեարկելու, այլ բերես այնպես, որ քո համար ցանկալի քվեարկեն, ես չստացվի, դու բերես ու ինքը գնա քվեարկի իշխանության համար։ Դու կարող ես այդ գործողությունը անալ, բայց դրա համար պետք է ունենաս գրագետ ընտրական գործընթաց իրականացնել։ Ասել, որ իշխանությունները ուրեմն 100% հաղթելու են ոչ, բայց ասել, որ հիմա վարչապետի վարկանիշը շատ ցած է, դրա համար sense հեշտ ու հանգիստ հաջորդ տարի ազգային ժողովում կհաղթեն, ընդդիմություն չէ, դա չի կարելի ասել։ Կարևորը թե դու ինչ կրեատիվ մոտեցում կդրսևորես, որտեղ այստեղ հանգամանքներ կա, արդյոք դու միջև հունիս 8-ը համբերվես, որ վարչապետը մնա, թե ինչ որ կրեատիվ մտածելակերպ դրսևորելով կարող ես դրանից ազատվել միջև հունիսի 8-ը, դա իրավիճակ է փոխում։ Եթե չես կարողանում ուրեմն միջև հունիսի 8-ը ազատել, արդյոք վստահ ես, որ նա հունիսի 8-ից հետո ինչ որ գործողություն կանի, հետո խոսում են, չէ, եթե կեղծիք լինի հետընտրական ինչ որ հեղափոխություն կանենք, հարց եք տալ այդ դեպքում կողքի Վրաստանում ժողովուրդը ասենք անդիմադիր ուժերը, որոնք Եվրոմիության, ֆինանսական, կազմակերպչական, գաղափարական, տեղեկատվական, դիվանագիտական աջակցություն են ստանում, բայց այս 5 տարի անդադ ուզում են տապալ են Բիձինա Իվանիշվիլի դե ֆակտո իր կողմից ղեկավարող վրացական երազանքը, բայց չի հաջողվում։ Մոլդովայում ընտրությունները բացահայտ կեղտեցին, բայց անդիմությունը փորձեց հեղափոխություն անել, 2 օր միտինգ արեց, 3-րդ օրը գնաց տուն։ Հարց, եթե Մոլդովայում, Վրաստանում չի հաջողվում, Հայաստանն էլ այդ երկրն է, հավասարաչափ երկիր է։ Ինչու պետք է Հայաստանում հունիսի 8-ին հաջողվի ինչ որ, եթե ընտրությունները կեղծվել են, հեղափոխություն անել, որն է դրա, ասենք, երաշխիքը, կամ եթե իշխանությունները պետք է ժամանակ կեղծիքներով, ուրեմն կեղծելով դու հեղափոխություն անես իշխանության դեմ, հիմա արա ինչ է քեզ խանգարում, այսքան պատասական գործ արել իշխանությունը, այսինքն հույս ունենալ, որ հունիսի 8-ից հետո ինչ որ այսպես կարող է հեղափոխական լինել, այս պայդրության քիչ հավանական է, ոչինչ բացառ չենք բացառում, բայց քիչ հավանական է, բայց մի բան պարզ է, վարչապետը ԵԽԽ-ում ելույթ ունեցավ, երբ որ գնացել էր Մոլդովա այդ Եվրո Բրյուսել, եւ այնտեղ նշեց, որ Հայաստանում նույնպես կան կուսակցություններ, որոնք որ ինչ որ ֆինանսավորումը հստակ չէ, նաեւ նշում էր, որ կան լրատվամիջոցներ, որոնք այս հիբրիդային պատերազմում են ընդգրկված, իսկ դա նշանակում է, որ վարչական ռեսուրս է ամենայն հավանականությամբ կիրառվելու ընտրական գործընթացին մասնակից որոշ կուսակցությունների եւ որոշ լրատվամիջոցների դեմ։ Հիմա դրա դեմ էլ դու պետք է փորձես ինչ որ գործողություն իրականացնել, բայց մի բան պետք է հասկանալ, կամ դու քո խաղն ես խաղում եւ հաղթում ես, կամ դու խաղում ես վարչապետի խաղը կամ իշխող ուժի խաղը, որտեղ ինքը խաղի կանոնները որոշում, խաղացողն է եւ միաժամանակ մրցավարը, ու դու պարտվում ես։ Այնպես որ անդիմությունը պետք է ինքը որոշի, ինքը իր խաղի կանոնով գնում է հաղթելու, թե գնում է ԿՊ խաղի կանոններով պարտվելու։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։